Աննան դեռ լսում էր նախկին սկեսուրի ճիչը. «Դու սպանեցիր իմ որդուն»։ Այդ ձայնը դեռ արձագանքում էր ականջներում, երբ նա արթնացավ քնից։ Շուրջը նայեց ու հիշեց, որ բանտում է։ Վաղը պիտի ազատ արձակվի պայմանական վաղաժամկետով, լավ վարքի համար։ Դեռ վաղ էր, ժամը 5 առավոտյան։ Աննան սիրում էր վաղ արթնանալ, որ թեկուզ կարճ ժամանակով զգա ազատ մարդու նման։ Նա իրեն արգելում էր մտածել այն դեպքի մասին, որի պատճառով այստեղ էր հայտնվել։ Հակառակ դեպքում պարզապես չէր կարողանա պահպանել առողջ միտքը, իսկ այն շատ անհրաժեշտ կլիներ ազատության մեջ։ Ազատության մեջ մնացել էր դուստրը Նարեն, որին ընդամենը 11 տարեկան էր։ Հիմա աղջիկը մոր տատիկի մոտ է ապրում գյուղում։ Փաստաբանին հաջողվել էր ապացուցել, որ Առնան ամուսնուն պատուհանից դուրս էր գցել ինքնապաշտպանության նպատակով։ Նշանակված 2 տարուց նա կես տարով պակաս էր նստել։ Հիմա անկարևորը նա էր, որ նա ընդհանրապես չէր սպանել ամուսնուն։ Այդ ամենով Աննան կզբաղվեր հետո, երբ ազատվեր ու կրկին կարողանար ինքնուրույն աշխատել ու ապրել։ Միաժամանակ մեկից ավելի մեծ խնդիր լուծել չէր կարելի։ Հիմա նա հաղթահարել էր միջինը, վաղաժամկետ ազատվել։ Սոկամերուհին Լուսինեն հանգիստ ասաց. «Վաղուց եմ մտածում, թե ինչպես են մայրիկս ու Նարեն ապրում այդ գյուղում։ Իմ պատճառով։ Պետք էր նախապես մտածել փող հավաքելու սևորվա համար։ Ես էլ չէի մտածում, որ Հայկը տանը կսպասեր ինձ, դուռը կփակեր ու կհարձակվեր հենց որ մտնեի»։ Աննան ավտոմատ պատասխանեց, հետո հասկացավ, արդեն 100 անգամ ամեն ինչ կրկնել է։ Լուսինեն նախկինում բուժքույր էր եղել, բայց բանտ էր ընկել դեղեր գողանալու ու վաճառելու համար։ Դու վստահ ես, որ չես հրել նրան, միգուցե ինչ-որ բանի տակ էիր։ Հարուստները ավելի շատ հնարավորություն ունեն։ Ասում եմ քեզ, մանկությունից տառապել եմ հարբած հայրիկից, ինքս երդվել եմ, երբեք ոչինչ չեմ դիպչի։ Լուսինեն զարմացավ, որ Աննան բիզնեսվումեն է, այդքան պարզ է, հետո իմացավ, որ Աննան գյուղից է, կարող էր իրեն պաշտպանել։ Լավ, չեմ ձանձրացնում, ես էլ 1 ամսից դուրս եմ գալիս, եթե չես փոխել միտքդ կապ կպահենք, ասաց Լուսինեն ու նայեց նրան իր մաքուր մոխրագույն աչքերով։ Գիտես, ես որոշումներս չեմ փոխում։ Շնորհակալ եմ, որ սկզբում վիճեցիր իմ հետ, շեղեցիր գլխումս թխուր մտքերից, ծիծաղեց Աննան։ Նա գիտեր, որ Լուսինեն ոչ ոքի չունի ազատության մեջ, մենակ կմնա։ Լուսինեն որոշել էր ազնիվ ապրել։ Թեկուզ ամենատահաճ տատիկների մոտ խնամքով կաշխատեմ, բայց չեմ գողանա։ Աննան որոշեց զարմացնել մայրիկին ու Նարեին, չասելով, որ այսօր է դուրս գալիս։ Չէր ուզում, որ նրանք հանդիպեն բանտի դարպասների մոտ, խեղճ ու կորած։ Նա կարգի կբերի իրեն, կգնի նոր հագուստ, էժան խանութից, բայց նոր ու տրամադրություն բարձրացնողը։ Նա առանց ափսոսանքի վաճառեց թանկ ժամացույցը, որոնք վերադարձրել էին ազատման ժամանակ։ Դրանք նրա վրա էին այդ ճակատագրական օրը։ Հետո վաճառեց թանկ զգեստը, նախկին շղեխության մնացորդ։ Ավտոբուսով հասավ մոտակա քաղաք, որտեղ կար շվեյցարական ժամացույցների խանութ։ Վստահ քայլերով մտավ շխեղ սրահ, մարմարյա հատակներով։ Կարծես նորից այն հաջողակ կինն էր։ Հոգնել եմ այս ժամացույցից, գնում եք օգտագործվածներ, նետեց դժգոհ տոնով։ Իհարկե կնայենք, մինչ այդ սուրճ նոր մոդելներ ցույց տանք։ Վաճառողը նրան ընդունեց որպես քմահաճ հարուստ կնոջ։ Աննան նախապես էժան սրահում մատնահարդարում էր արել, էլիտ կոսմետիկայի խանութում մոցանելիք շպրել։ Այժմ նա նման էր հոգնած, բայց հարուստ տիկնոջ։ Կընտրեք ինչ-որ թե փոքր դոպլատով նոր մոդել կվերցնեք։ Ձեր ժամացույցի համար կարող ենք տալ 300,000։ Կա փոքր քերծվածք։ Աննան հիշեց այդ քերծվածքը, երբ պասպանվում էր դանակով հարձակվող ամուսնուց, բայց իրեն արգելեց մտածել։ Կա քերծվածք, բայց թևը կարելի է փոխել։ Վերադարձրեք, կգտնեմ ավելի լավ խանութ։ Սիրտը ընկավ կրունկներին, այդքան փող էր, բայց նա գիտեր կարող են ավելի տալ։ Վաճառողը վախեցավ կորցնել հաճախորդին ու բարձրացրեց գինը, մինչև 520,000։ Աննան հասկացավ, սկզբում ուզում էր խաբել։ Բանտը նրան փոխել էր, նախկինում կվերցներ ու կգներ, հիմա պայքարեց յուրաքանչյուր դրամի համար։ Հետո գնեց էժան, բայց գեղեցիկ զգեստ, բեժ, կապույտ վարդերով, հարմարավետ կոշիկներ ու փոքր ուսապարկ, ամեն ինչ 7,000-ով։ Դեն նետեց հին հագուստը, որ հիշեցնում էր անցյալը, այժմ նման էր սովորական կնոջ, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Նստեց ավտոբուս դեպի գյուղ, քաղցած էր, բայց չհասցրեց ուտել։ Ավտոբուսի տոմսերի հերթում ձերքին էր լացում, 20 դրամ չունի։ Մարդիկ բարի,
օգնեք, տուն հասնեմ։ Ոմանք վիրավորում էին, մտածելով, թե խաբում է։ Աննան մոտեցավ, տվեց փող ու հարցրեց. «Ուր եք գնում»։ Կինը նայեց նրան ու ասաց. «Քո գյուղը բալես»։ Աննան զգաց, որ կինը չի խաբում։ Բանտը նրան սովորեցրել էր լսել ուրիշների ցավը։ Ճանապարհին կինը թեյ ու փլավ տվեց, հետո ձեռքը նայեց. «Դու անմեղ ես, մի չարքին է մեղադրել քեզ, արյուն կա, բայց ոչ քոնը»։ Նա սպանել է որդուն, փողի համար, մրցակիցները օգնել են։ Մեկ ամսից լավ կին կօգնի քեզ։ Նկարագրեց Լուսինեին, հետո իջավ դաշտում, իմ տունն է այստեղ։ Աննան զարմացավ, ինչպես գիտի ամեն ինչ, սկեսուրի մասին, մրցակիցների սպառնալիքների, որ սկեսուրը հարստացել էր իր նստելուց հետո։ Տանը մայրիկի տանիքը ծակ էր, բայց փող չկար վերանորոգելու։ Հին սիրելին Արամը եկավ տանիքը վերանորոգելու։ Նախկինում սիրել էին իրար, բայց Հայկը խաբել էր, կեղծ նամակ գրելով։ Արամը գնացել էր բանակ, հետո չէր ամուսնացել, սպասելով Աննային։ Աննան աշխատանք գտավ մոտակա գյուղի սրճարանում, խոհարարուհի։ Մեկ ամիս հետո թանկարժեք մեքենաներ եկան գյուղ։ Աննան վախեցավ, միգուցե մրցակիցները, բայց դուրս եկավ ձեր քինչուհին ու Լուսինեն, շքեղ հագնված։ Դու իմ Լուսինեն ես։ Ես եմ։ Հայրիկս հարուստ է, բայց նախկինում վիճել էինք, հիմա հաշտվել ենք։ Նա դետեկտիվ է վարձել, պարզել ամեն ինչ։ Քո սկեսուրը թմրանյութ էր տվել որդուն, ագրեսիվ դարձնելու համար, քեզ էլ գիտակցությունը խառնելու, հետո ինքն է հրել որդուն պատուհանից, փողի համար, որ խոստացել էին մրցակիցները։ Հայտնեց հայրիկի անվտանգության ծառայության աշխատակից Մարիոմը։ Ամեն ինչ պարզվեց, սկեսուրը ու մրցակիցները բանտ ընկան։ Աննան վերադարձրեց իր բիզնեսը, սրճարանների ցանցը, գյուղում ֆերմա բացեց, թարմ մթերքներով։ 2 տարի հետո ամուսնացավ Արամի հետ։ Նարեն եղբայր ունեցավ։ Շնորհակալություն, որ կարդացիք մինչև վերջ։ Հուսով եմ հավանեցիք, հավանության կոճակը կուրախացնի։